Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր հաշվի առնելով, որ այսպես ասած նախընտրական շրջանը մտել է իր ամենաթեժ փուլ, հա, կարելի ասել է, որ մոտենում ենք վերջնակետին, մենք առանձնացրել ենք մեկ աշխատություն, հենց կարելի ասել, բուն քաղաքական եւ երկրորդը նաեւ դրա հետ ասոցացվող գեղարվեստական, բայց բավական հետաքրքիր ինձ թվում է մարդկանց դուր գա։ Այդ աշխատություններն են ուրեմն Նիկ Չեզմեն եւ Բրայան Կլասի ինչպես գրեթե արդար հաղթել ընտրությունները, բանալի բառը գրեթե դա։ Եվ իստա բոլորին շատերին հայտնի Ֆրեդերիկ Բեկբեդերի 99 ֆրանկ գիրքը։ Չիզմենի եւ Կլասի աշխատանքը հենց մաքուր քաղաքական, քաղաքագիտական է, Բեկբեդերը ավելի, այսպես ասած, սատիրայի եւ ցինիզմի լեզվով խոսում է գովազդի մասին, գլխավոր հերոսը գովազդային գործակալը, ով փորձում է ցույց տա, թե ինչպես են այդ գովազդների միջոցով ազդում մարդկանց վրա, որպեսզի ստիպեն որոշակի ինչ-որ ապրանք գնել։ Այստեղ հենց մեխը, ես բացումն անեմ, էլի, այսպես ասած, բան, սփոյլ չանեմ շատ, բայց այն հիմնական մեխը այն է, որ գովազդվում է ոչ թե այն ապրանքը, որը մարդկանց պետք է, այլ ընդհակառակը գովազդի միջոցով մարդկանց փորձում են ներշնչել, որ դա ձեզ պետք է։ Ընդ որում վաճառում են ոչ այնքան ապրանքը, որքան այդ էմոցիաները, այդ երջանկության պատրանքը, որ այդ էգզիստենցիոնալ կրիզիսի ճգնաժամի մեջ գտնվող մարդիկ, ովքեր երջանկություն են փնտրում, գիտեմ, նոր հեռախոսով, նոր մեքենայով, նոր շորով, նոր կոշիկով, նոր ավտոյով կգտնեն այդ իրենց երջանկությունը։ Խնդրեմ, կարող եք շարունակել։ Առաջինը, որ ես կուզեի ասեի, որ երկու դեպքում էլ եւ ընտրությունների եւ էլի ընտրությունա, եթե գնում ես խանութ ինչ-որ ապրանք առնես եւ քաղաքական ընտրությունների ժամանակ մարդը ինքը սպառող է։ Ինքը որպես սպառողին են մատուցում իրենց ծառայությունները, բայց այդտեղ ուրիշ բան կուզեմ ասել, հետաքրքիր մի հատ բան ասեմ, էլի երկու գրքերում էլ շատ կարմիր թելի պես գնում է։ Դու երբևէ տեսել ես, որ լավ ապրանքը գովազդի։ Ինչն է գովազդում։ Հիմնական գովազդային, ամենամեծ փողերը գովազդային, դա ծխախոտն է, ոգելիչ խմիչքներն է, դեղերն է, որը որ թունավոր դեղերն է, որը որ, չգիտես, մարդուն ավելի օգտակար է վնաս է տալիս, ու այն շատ չնչին գովազդներ կա, ինչ որ առողջ սնունդ կամ սպորտային ինչ որ բաներ, չէ, այսինքն մարդուն գցեն այն ցիկլի մեջ, addiction-ը, որ շարունակ կախվածությունը, որ մարդը անընդհատ ինքը ցանկանա իրանց հետ լինել։ Ու եթե մի փոքր չէ, ավելի լավ լուրջ քաղաքականացնենք, արի օբյեկտիվ լինենք, այսօրվա դրությամբ ամենալավ գովազդը անում է Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է օրակարգ ձևավորում գովազդային, ու ինքը հենց գովազդում է այն լավ վաճառող ապրանքը, որը որ ամենավնասակարն է մարդկանց։ Ու ինքը կարողանում է բանանել։ Հիմա երեխեքին ոնց է բանանում, այն թունավոր կոնֆետները, ցանկացած երեխայի այդ ամենավատ կոնֆետները գույներով, լույսերով, ինչ որ համային տարբերակով, սիրուն փաթեթավորված, ինքը մատուցում է, մարդիկ երեխեքը ուտում են, այսինքն ծնողի խնդիրը նա է, որ ինքը արգիլի, որ իր երեխաները այդ կոկա-կոլա կամ պեպսի-կոլա կամ ցանկացած գազային շոկոլադային տարբեր թունավոր սնեքեր ինքը կարողանա ուտի, բայց այս պարագայում դու որ տեսնես գունային բաններ, գովազդի առումով, գունայինը շատ հետաքրքիր գունային բան է անում, ու արի քննադատենք նաև բանին, անդիմությանը, որ անդիմությունը ինքը ինչ ուզում է անի, ինքը անգույն է իր ներկայացված բանը, ու ես նայ առաջի անգամ եմ այս անգամ ասում, հետաքրքիր է Փաշինյանի այն ելույթը, որ ինքը ասում է ես էմոցիա ունեմ, իսկ մնացածը չունեմ։ Այդ ելույթը, որ ինքը ճիշտ է վիրավորանքով է ասում մարդուն, բայց այդ վիրավորանքը մի կողմ դնենք, որը էլի օրենքով արգելված է։ Ինքը էմոցիա է տալիս։ Ինքը իր այդ հուսական ելույթները գոռալը, ճվալը, ինչ ասեմ, վիրավորելը, հայելը, ինքը էմոցիա է տալիս։ Հիմա դիմացի կողմը բանական խոսք ինչքան է հնչեցնի, ինքը զրոյանում է այդ էմոցիայի բան։ Հիմա պատկերացրա դու ինչ որ ապրանք ես վաճառում, աշխարհի ամենալավ ապրանքն է, դու գալիս ես այդ ապրանքը վաճառելու, դու առանց էմոցիայի, զրո էմոցիայով ինքը փորձում ես բացատրել մարդուն, որ ինչքան օգտակար կլինի
ենթադրենք այս գրիչը ունենալը, որ ինչ կարա անի։ Իսկ մյուս մարդը գալիս է ասում է էմոցիայով, ասում է, որ ես ծխեցի, դու գիտես հասարակությունում մի հատ ուրիշ level-ի մարդ ես դառնալու, քեզ ընկերները, լիք ընկերներ ես ձեռք բերելու, որովհետև լավ տղաները բարեր են գնում ռեստորան են, աղջիկներն են քեզ սիրելու, իսկ այս գրիչը ինչ պետք է անես։ Դու կորցնում ես։ Ու ինքը հաղթում է այդ գովազդով, այլ հարց է, թե պետությանը ինչ է սպասվում այդ գովազդից հետո։ Այլ հարց է, թե երեխային, որ դու տալիս ես ամեն օր կոկա-կոլա, ինչ ասեմ, համբուրգերներ կամ կարող է այդ պահին համով է կարճաժամկետ, բայց թե երեխեդ հետո ինչ է դառնալու, այդ առանց առողջ է, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Շաքարային է դիաբետը կամ սրտային հիվանդությունները, դա որևէ մեկին չի հետաքրքրում։ Իսկ բուն բանով ընտրական գործընթացները, եթե նայում ենք ոչ թե բան, Նիկոլ Փաշինյանը ինքը գովազդային, ինքը հաղթում է բոլորին իր էմոցիաներով։ Պետության մասին մենք չենք խոսում, պետության մասին այլ հարց է, որ այդ մարդը պետք է ինքն էլ մտածել, որ պետք չէ երեխեքին ամեն օր տոննայով կոնֆետ ու ծամոն ու կոլաներ ու բանը չմշակված կամ ԳՄՕ սնունդ տալ, բայց ինքը կերակրում է դրանով։ Ոստեղ մի բան էլ ուզեցի ասեմ, որ այդ սպառողական բանի հետ կապված շատ բան։ Հիմա քարտեզա չէ բաժանում, դու տեսել ես այդ քարտեզները, մարդիկ հերթ են կանգնում, իրանք ոչ հոգեբանության վրա են։ Ինքը ինչ է այդ քարտեզը անելու։ Ինքը բոլորն գիտեն այդ, բայց ինքը որ առերեսվում է, ինքը կարող է մատուցի, ինքը հերթ են իրար կոտորում են, այդ ինչ անում է։ Սնունդ չի, հաճիշտ է մի հատ թխվածքաբլիթ է տալիս, բայց այդ թխվածքաբլիթները ինքը հերթ է ստեղծում, արհեստական հերթ է ստեղծում, որ մարդիկ նրան հերթ կանգնեն, որ նայեք ինչքան պոպուլյար է իր գաղափարը, բայց այդ գաղափար չկա, այնտեղ ուղղակի մի հատ բան է, թխվածքաբլիթ է ու վերջ։ Շատ գիտես, քո այս ասածի մեջ իմ համար ամենա, այսպես ասեմ, կարևորը կամ հետաքրքիրն էր, որ հենց ինքը էմոցիա է վաճառում։ Ինքը էմոցիա է ցույց տալիս, այո, ինքը այդ դաշտում հաղթում է, ու ես վստահ եմ, ընդդիմությունն էլ է հասկանում, որ մարդկանց ավելի լայն հասարակությանը, հա, պետք է էմոցիա վաճառել։ Դենց ամբողջների կառավարման տեսանկյունից, նույն գովազդի տեսանկյունից Բեգբեդարանը շատ լավ դա նկարագրում, որ մենք ձեր էմոցիաների վրա ենք աշխատում, Չիզմենն ու Կլասն էլ իրենց գրքում նաև նշում են, որ կարևորը ընտրություն կատարելուց մարդը առաջնորդվում է էմոցիաներով։ Ու Փաշինյանը, այո, փայլուն դա հասկացել է։ Ես այն եմ ասում, գրեթե վստահ եմ, որ ընդդիմությունն էլ է դա հասկանում, բայց իրանք չեն կարողանում դա կիրառել։ Ընտրություն կատարելուց մարդը առաջնորդվում է էմոցիաներով։ Երբ ընդդիմությունը փորձում է փաստարկված խոսք հնչեցնի, ազգի ապագայի, պետության ապագայի վերաբերյալ ինչ-որ տեսլականը ներկայացնի, այս առումով երևի միշտ էլ խոսել ենք, Լևոն Տեր-Պետրոսյանն է ինքը ֆենոմեն եղել։ Ինքը կարողացել է համ այդ բարդ տեքստերը ասի, համ դա դենց մատուցի, որ մարդիկ դա լսեն, ասենք 2008 թվականի շարժումը վառ ապացույց, ոնց էին ասենք 100,000 հատոց հրապարակ ասենք լցում էր, ամբողջները լցված էին, ու մարդիկ լսում էին այդ խոսքը։ Այսօրվա ընդդիմությունը ցավոք ոչ կարողանում է էմոցիա ձևավորի, իրենց թեզերն էլ այնքան բավարար փաստարկված չեն, որպեսզի գոնե գիտակից մասան սկսի դա շրջանառել ու այսպես ասած փորձեն գոնե տրամաբանական դիսկուրսի դաշտ բերեն քննարկումների նախընտրական։ Էմոցիոնալ առումով իրենք պարտվում են, փաստարկված գաղափարների թեզերի դաշտում էլ այնքան պինդ չեն, այնքան հիմնավոր չեն իրենց փաստերը, որպեսզի կարողանան գոնե այդ ֆրոնտում հաջողություն։ Նույնիսկ եթե հիմնավորն են լինում, նենց է այդ հիմնավորը ջախջախվում, որ իրանք կես բառից հետո իրանք հետ են գնում։ Հիմա դաշտ նետվեց այդ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման խնդիրը, ու այդ բանի վրա, թեզի վրա կորավ անկլավների խնդիրը։ Այսինքն եթե դու թիվ ես ասում, ենթադրենք հիմա Փաշինյանն է, մենք բոլորս գիտենք Փաշինյանը ոնց կարա խոսքը բոլորին եթե գումարես, ինքը կարա նենց ակրոբատիկ անի խոսակցական, որ չեղած տեղա իր հակառակ տեսակետը ինքն իրան կարա ապացուցի։ Ինքը բոլոր իր բան փորձի ընթացքում, այսինքն այն Հոյեսյանը որ ասում է, ինքը դա իր բանով կերպարն է, որ ինքը կարա ցանկացած բառ ինքը նենց ներկայացնի, փաստներ դնես դիմացը, ինքը կարա 1000 ձևի այդ նույն փաստը աղավաղի ներկայացնի, որ դիմացինն է։ Հիմա ասում եթե հիմա 300,000 չէ, ենթադրենք
Կարող ասի ես ասեմ 300,000 չի, 200,000, բայց կամ 400,000, դուք այդ թվի վրա ինչ եք կենտրոնանում։ Հիմա որևէ մեկը չի ասում, ես սպասում եմ, որ անդիմադիրներից որևէ մեկը կասեր, ժողովուրդ, եթե դու արդեն այսօր ընդունում ես անկլավների վերադարձի հարցը, բայց անկլավներում ով է ապրելու։ Լևոն ջան, մի հատ ով է ապրելու։ Հա թող 300,000 չապրի, թող 50,000 ապրի, բայց այդ 50,000-ը լծակա, որ հետո այդ մարդիկ բազմանան, տարածվեն, դառնան 300։ Ինչ 10 տարի, 20 տարի հետո պատկերացնում որ հենց վաղ ընտրություններից հետո 300,000-ը կարող է 1000 ընտանիք է գալիս ընդամենը Քյարքիում ու իրանց ասած Քյարքիում, Տիգրանաշենում 1000 ընտանիք է գալիս ու ինքը բան անում, ինքը ինչի ես դու կենտրոնում եք թվի վրա։ Դու ինչի ես կենտրոնանում մնացած, այսինքն հարցերի վրա։ Իրականում դա նաև ինքը կիրառեց բան, զոհերի հետ կապված, երբ ասում են 5000 զոհ, այդ նույն բանը 5000, այսինքն եթե 5000 չի 4000 կամ 3800 դա քիչ է։ Հա, ինքը թվի վրա, ինքը կարողանում է թվերի վրա, թվերի դաշտով։ Դու ինչի ես թվերի դաշտում։ Դու ընդհանրապես, եթե դու ինչ որ բան ես ասում, երևույթը, եթե դու ընտրություն ես եկել, դու երևույթը արա, որ ասա ժողովուրդ ջան, էսա սպառնում, էս կարա լինի ու կարա բան լինի ու հետաքրքիր գիտես որն է, որ ֆեյքերը սուտը ինքը այն արագությամբ է տարածվում, որ անդիմությունը միշտ պաշտպանողի դերում է։ Ինքը մի անգամ դու շատ լավ նկատեցիր, որ ասի մի անգամ ինքը չպաշտպանողի դերում եղավ, երբ որ սնկի մասին խոսակցությունը եղավ, մնացած բոլոր դեպքերում այնել ու նաև քեզ ուրիշ բան ասեմ, այս ընտրություններում երկու հետաքրքիր ուժ, որոնք որ փորձել են, որ ինչ որ այդել արդեն անլրջացնելով, մեկը Հայկ Մարությանը, մեկը բանը Բոլորին դեմը, որ իրանք փորձում են անլրջացնելով Նիկոլ Փաշինյանի դաշտը գրավեն, որովհետև 3 հոգի է նույն դաշտում անում, այսինքն որ բանի ընտրությունները խեղճատակության վերածել, այդ 3 ուժն էլ իրանք են երևում։ Բոլորը այդ 3 ուժի մասին են ուզեն խոսում։ Ու մարդը այտենց լրջանալու բան չունի։ Ինքը պետք է բացի ծրագրեր կարդա, ինչ որ ծանոթանա թե ով ինչ անում, տարբեր։ Դու քեզ ուրիշ բան, վատ բան ասեմ, դու որևէ անգամ լսել ես ռազմագերիների մասին։ Այս նախընտրական փուլում ռազմագերի բառը լսել ես ընդհանրապես։ Չէ, այս անգամ հետաքրքիր է։ 21 թվականին լավ քննարկում։ Հիմա չէ՞ Նիկոլ Փաշինյանն ասում է թող 2 ամիս էլ բանը համբերեն, այս 2 ամսին արդեն 6 տարի է։ Այդ դիմացողները 6 տարի են դիմանում։ Մի հոգի ռազմագերի հետ կապված ու չկա, այսինքն դու չես կարողանում դաժե այն թեզերը, որով որ դու կարաս աշխատացնես, դա չեն կարողանում մատուցել։ Ու հետո էլ ժողովրդից պահանջում են, հա, ժողովուրդը կարա տրվի, բայց ո՞նց, այսինքն դու քո եղած բանը չես կարողանում իրականությունը թե ինչ վիճակում է։ Դու չես կարողանում մատուցես այն բանը, որ ասում է մենք պետքա բան լինի սահմանազատում, սահմանագծում, բայց ժողովուրդ ջան, իրանցից հետո մի միլիմետր ոչ մի բան չի եղել։ Հիմա ադրբեջանցիները քո տարածքում կանգնած են։ Դու որևէ անգամ մի միլիմետր հետ չեն գնացել, կարծես որևէ անգամ օգտագործես այդ փաստարկը, որ չես կարողանում։ Ու դու ամեն քայլում պարտվում ես, այս ամբողջ աղմուկի հետ կապված, ու շատ հետաքրքիր է այս գրքի բանը, որ ասում է ընտրությունները կեղծվում են ոչ թե ընտրության օրը, այլ ընտրությունից բավականին առաջ։ Ու նաև ասվում է, որ որևէ երկիր չկա, նույնիսկ ավտորիտար երկրներ, որտեղ ընտրություն չլինի։ Բայց նայած ինչ փաթեթով այդ ընտրությունները մատուցվում, ինչքան դու կարաս քողարկված կեղծիքները անել, այնքան ավելի արդարության միֆ է ստեղծվում։ Այո, քողարկված կեղծիքները ավելի էֆեկտիվ են աշխատում, հատկապես հիմա։ Գիտես, այսօր աշխարհում շատ քիչ երկրներ են մնացել, որ դասական ավտորիտարիզմի մեջ են, այսինքն Հյուսիսային Կորեան, հա ու մի քանի երկրերի աֆրիկյան բան եթե հանենք, մնացած բոլորն ընտրություններ անում են, կան ընդդիմադիր գործիչներ, կա մասնակցություն, կան ինչ-որ իշխանության որոշակի քննադատություն, բան, բայց այդ հենց այսպես ասած ժամանակակից ավտորիտարիզմների մեթոդաբանությունը որն է, որ ընտրություն անցկացնենք, որպեսզի լեգիտիմացնենք։ Այսինքն ինքը երկրում դժգոհության ալիքը բարձրանում, ինչ-որ գեներացվում է դա, եկել 5 տարին մեկ, հայ 4 տարին մեկ, 5 տարին մեկ ընտրությունները անում են, վсё պարպվեց այդ էներգիան։ Այդ էներգիան վերանում, արդեն ընդդիմադիր դաշտն է թևաթափ լինում եւ լայն հասարակությունն է թևաթափ լինում, բայց ասում են դե հեն ընտրություններն անցկացվեց, արդար էր, ընտրության օրը գուցեև ամեն ինչ արդար է, բայց մինչև այդ թե ինչ ֆեյքեր են եղել, թե ինչ մեդիայով ինչ մանիպուլյացիաներ են տարածվել, թե ժողովրդին ոնց են իրար դեմ հանել, որովհետեւ այդ
կիսելը բաժանել եւ տիրել այդ մեթոդը, այսինքն հանրությանը կիսել նախկիններ եւ ներկաներ էր։ Հիմա շատ ակտիվ քննարկում այդ արցախցիների հանդեպ ատելությունը, հա, ասենք հայաստանցիներ եւ արցախցիներ, չգիտեմ, ինչ-որ այդ Ղարաբաղյան էլիտա, կլան, բան, այս ֆորմուլաները, այս արտահայտման ձևերը, իրանք հենց ատելություն են ծերմանում ու հասարակությանը արհեստական բաժանման են տանում, որը միանշանակ թույլատնում է անդիմությանը։ Մի բան թող, եթե կարա այս ասեմ, եթե թույլ տաս, շատ հետաքրքիր է, գրքի մեջ էլ ընդգծվում, որ պարտադիր է կեղծիքի համար, որ լինեն massայական տեսարաններ ու սիրո խոստովանություն, massայական սիրո խոստովանություններ։ Ստեղ ես կուզեմ մեջ բերեմ Աննա Հակոբյանին, որ շատ հետաքրքիր ձևի ասեց, սերը դա massայական չի լինում, սա լինում է սերը անհատական, բաժանվելու իր տեքստը, որ ասեց, որ շատ հետաքրքիր էր, կարող է ենթագիտակցորեն ասվեց, որովհետև հիմա մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը, ես ձեր բոլորին սիրում եմ, բայց Աննա Հակոբյանը ինքը իրանով կողքը լինելով, ինքը գիտի, որ այդ սերը անհատական պետք է լինի։ Ինքը զարմանում դաժե էդի չեն օգտագործում, որ իրականում այդ սեր ասածը տենց գոյություն չունի։ Ոնց կարա մարդը բոլորին սիրի։ Բոլորին սիրողը ինքը պետքա Գանդի, եթե դու Գանդի ես, Մահատմա Գանդին ես, ինքը քայլում էր, ինքը որևէ վիրավորանք, ինքը ոչ մեկին ատելություն չկար, ոչ բռնություն չկար, այդ է սերը։ Դա որովհետև չի հնչում, եթե դու կնոջ ձեռքից քաշում ես, շպրտում ես կնոջ երեսով ես տալի կամ զոհվածի տնողի բերանն ես թաղում թույլ ես տալի, այդտեղ սերը որտեղ է։ Եթե դու սիրող ես, դու պետք է հանդուրժես, որ քեզ ամեն ինչ էլ ասեն։ Ցանկացած տեսակի, եթե մարդը այդ հիմա ես երբեք ոչ ճանաչել եմ, ոչ հետևել եմ այդ Արթուր Օսիպյան, այդ տղային, որ պարզ բանավեճ է, վիրավորանք էլ չի եղել, վերցում ես ձերբակալում ես ու չես կարող արդարացնես, այդտեղ սերը որտեղ կորավ։ Այսինքն, բայց մարդիկ ուտում են այդ ամեն ինչը։ Ընդ որում հետաքրքիր է ամենը Արթուր Օսիպյանի դրվագով ինչն ամենտաքրքիր, որ ինքը միշտ ընդդիմադիր է եղել։ Իրան այնտեղ ինչ ասել են Նիկոլականը, Սորոսականը տարբեր պիտակավորումներ են տվել, բայց ինքը Արցախում միշտ ընդդիմադիր է եղել, պայքարել է թե Բակո Սահակյանի դեմ, թե հետագայում Արայք Հարությունյանի դեմ, բայց մեկ էլ պարզվեց, որ ինքը բան է, Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը կամ չգիտեմ, Թալանչի է կամ այդ փողերը, որ մենք դες տվել ենք, դուք թալանել եք։ Այստեղ պետք է մի հատ մարդու անուն տամ, չնայած բանը Վարդգես Գասպարի, որը որ բոլոր ռեժիմների ժամանակ բանը պարկում էր, իր ձայնը պարկելով էր արտահայտում։ Ու ես փնտրում եմ այդ մարդուն, մեկ է պատահական տեսա, որ ինքը լինելով Նիկոլի հետևորդը, ինքը բոլոր անարդարությունների ժամանակ ինքը գնացել է պարկել է հնչականի դեմը ու ասել է դուք անարդար եք մարդկանց ձերբակալում ու պատահական չէր նույն Ալենի թքելու ժամանակ, նույն Նիկոլի հրամանից, որ Օսիպյանին ինքը էլի ընդեղ էր, այսինքն մարդու կերպարը, որը որ հակառակ է գնում ռեժիմին ու նաև կարող է իր ընտրած մարդուն ինքը բանալի, այսինքն այդ է կերպարը, որպես քաղաքացիական։ Ինքը իր գծին հավատալի է, կապ չունի, բոլորի հետ կապված, այդ է սերը, որ մարդը ինքը կարող է ընդհանրապես բոլորը համաձայն չլինեն իր հետ, իր մեթոդների հետ, բայց մարդը ինքը իր պայքարի ձևը գտել է, այդ է, սկզբունքայնությունը այդ է։ Մնացածը այդ ռեկլամայի մեջ տեղավորվում է, այդ ամեն ինչը, այսինքն այդ փաթեթով դու կարող ես նենց ներկայացնել ու ֆեյքերի ֆաբրիկաներ, հիմա տեխնոլոգիաներն էլ ու եկեք հանուն արդարության արի ասենք, որ արևմուտքում փաթեթավորումը շատ ավելի լավ է տեղի ունենում, քան թե մյուս հակառակ կողմի դաշտում, որոնք որ այդքան է արևմտյան բաներով չեն ֆինանսավորվում ու դրա համար էդ էլ կա քաղաքակրթական բանը կռիվ կարող է լինել։ Ավելի առնվազն գեղեցիկ է հնչում, սիրուն է նայվում։ Բայց ես կուզեի վերադառնալ այդ բաժանիչ որ իրես թեզին, որ քննարկեցինք, ու ստեղ պետքա կարող է դիմել չհամաձայնվել, բայց ես քննադատություն պետքա հնչեցնեմ այդ այսպես ասած այդ անցողիկ շեմը հաղթահարելու հետ խնդիրներ ունեցող ուժերի նկատմամբ։ Նախ մի քիչ ավելի հետ գանք, ինձ թվում է 19 քաղաքական ուժը Հայաստանի պես փոքր պետության համար, հա 3 միլիոն բնակչություն ունեցող պետության համար բավական շատ է։ 21 թվականին անգամ ավելի շատ էր, 22 թե 23 ուժեր մասնակցում։ Սա իրոք շատ է ու ես իրոք
չգիտեմ, այդ 19-ից դա մենք համաձայն ենք, չէ՞, 19-ից 14-15-ը երևի թե չեն անցնելու։ Նրանց է հանի, ովքեր որ Նիկոլ Փաշինյանը հատուկ դրել մի քանի հատ է պսևդո ընդդիմադիրներ, հա, իրանց հա։ Մնում է մի 10 ուժ, ովքեր Նիկոլ Փաշինյանին որևէ չեն ասոցացվում, բայց իրանք իրոք հավատում են, որ իրանք գուցե իրոք ընդդիմադիր են, բայց իրանք հավատում են կամ առնվազն փորձում են չտան, որ մենք դեգենացիա ընտրեք, մենք կհաղթենք։ Բոլորի շեշտը դրված է այդ քաղաքական ապաթիայի վրա հանրության, որ գիտեն, որ մոտ 1 միլիոն մարդ ընտրություններին չի մասնակցել։ 21 թվականի 1.200.000 մարդ չի մասնակցել, մի մասը գուցե երկրում չէ, մի մասը ինչ-որ խնդիր է, մոտ ռեալ 1 միլիոն մարդ չի մասնակցել։ Բոլորի շեշտը այդ է, որ այս մարդկանց բերենք ընտրատեղամաս։ Այո, գովելի է։ Բայց եթե դուք բերելու եք այդ մարդկանց, այդ մարդիկ ձայն են տալու ձեզ, ու դուք չեք հաղթահարելու այդ 4% անցողիկ շեմը, հաստատի դուրս է գալու, որ դուք արժի ծառայություն եք մատուցել Նիկոլ Փաշինյանին, բերելով այդ մարդկանց ու իրանց մի մասի ինչ որ տոկոսային համեմատությամբ իրանց ձայների մի մասը տալով իշխանությանը։ Բայց հնարավոր է որ մինչև ընտրությունները այդ մարդիկ մտածում են, ես չեմ ուզում, որ կարող է ստի բացահայտեն որոշակիորեն, այսինքն այդ դոզան դրա համար իրանք այդ ընտրաշավին մասնակցում, որ մոլորվածներին մի փոքր ավելի ճիշտ ճանապարհ ցույց տա։ Դե գուցե եւ այո, ոչ թե իրանք գիտակցում են, որ չեն։ Այո, ինձ թվում է, որ գիտակցում են, որ չեն անցնելու։ Մանավանդ որ մինչև 2% շեմը չհաղթարողներ, իրանք գիտակցում են, որ չեն անցնելու։ Բայց ինձ թվում է, որ իրանք իրանց վրա միսիա են վերցրել, որ հնարավորինս շատ ստերը բացահայտեն։ Տես այդ մասով կարող է համաձայն։ Օրինակ, տես նույն բոլորին դեմ եմ կամ Հայկ Մարությանը ասում, իրենք հա որ այդ ծորի դաշտը վերցրել են, փորձում են այդտեղ պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, կոնգրեսը փորձում է պայքարի հենց այդ խելամի, այսպես անգամ խաղաղություն չի, խաղաղություն Նիկոլ Փաշինյանը ասում է, բայց կեղծ խաղաղություն։ Չէ, իրական խաղաղություն, որտեղ ինքն է կրողը, իրական խաղաղություն։ Կրողը ինքն է եղել, ու ես ավելի շատ կասեմ, որ իրանք երևի միակն են, որ հենց փաստ փորձում են փաստերի լեզվով խոսան, փաստահան քանի հոգի է այդ փաստը լսել։ Հիմա գանք ասացին, որ գուցե չէ, այո, ընտրություններին մասնակցել իրանց տալիս է ավելի մեծ լսարանի հետ շփվելու հնարավորություն, հա, փողոցներում մարդկանց հետ են շփվում, անգամ օրենքով ոնց որ հանրայինը պարտավորվում է իրանց եթերաժամ տա, իսկ մենք գիտենք, որ շատ շրջանում, ասենք գյուղերում հատկապես, մարդիկ ավելի շատ հանրային են նայում։ Այդ մասով, այո, բայց եթե դուք այդքանը անելու եք ու վերջում դուրս չգաք ընտրապայքարից, հետո էլ ասեք, դե որովհետև այդքան շփվեցինք, տեսանք, որ մարդիկ մեզ սիրում են, եթե բոլորին լսես ու գումարենք իրար, Հայաստանում երևի մի 10 միլիոն մարդ է ապրում, որովհետև ամեն մեկը մի կես միլիոնից ավել ընտրաձայն ունի։ Եթե իրանք այսքանը անելու են ու վերջում դուրս չեն գալու, էլ եմ ասում, դուրս չոր արդյունքում, չոր մնացորդով մենք ունենալու ենք, որ այդ մարդիկ աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, աջակցեցին իշխանություններին, աջակցեցին իրանց այդ բաժանիր որ տիրես սխեմայի, հա, իրագործմանը։ Հիմա արդյոք իրանք շո վերջի պահին կգնան հետ քայլը կկատարեն, կհրաժարվեն, ես չգիտեմ, բայց մնալ դաշտում ամեն մեկի փոշիացված 1% էլ ու գիտես ինչ հետաքրքիր, այսպես ասած, հիմնավորում են իրանք վերում դրան, որ դե մեկը մեր ընտրողը չի ընտրելու անցողիկ ուժերից ոչ մեկին։ Օրինակ, ասենք, չգիտեմ, Մարությանը կամ կոնգրեսը կամ Հայկ Մարության կամ մյուս ասում են, որ եթե մենք չմասնակցենք, մեր ընտրողը ուղղակի մնալու է տանը, ինքը չի գնալու ընտրի ոչ Փաշինյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Քոչարյանին, ոչ Ծառուկյանին, հա, մնալու է տանը։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ, ասեմ ինչ, որովհետև դա ճշմարտություն է, բայց կիսա ճշմարտություն։ Որովհետև թե դուք ունեք, օրինակ, 10,000 ընտրող, հա, 10,000 ընտրողով դուք չեք անցնում։ Եթե դուք չմասնակցեք, գուցե 10,000-ից 5,000-ը մոլի ձեր երկրպագունն են ու քաղաքական դաշտում ձեզանից բացի ոչ մեկին չեն տեսնում։ Բայց այն 5,000-ը տատանվում են։ Այո, ձեր կերպարը գուցե ավելի ընկալելի, ավելի իրաց համար հաճելի է, քան Փաշինյան, Ծառուկյան, Քոչարյան, Կարապետյան այդ քարյակը, բայց եթե դուք չմասնակցեք, գուցե իրանք այսպես ասենք ճակերտավոր ճարահատյալ կամ այդ մնացած վատերի մեջ ընտրեն նվազ վատին կամ մնացած քննադատելիների մեջ իրանց համար անընդունելի մեջ ընտրեն նվազ անընդունելի։ Այսինքն քո ասածը նա է, որ բոլորի ջանքերը պետք է լինեն, որ մարդկանց ուղեն ընտրատեղամաս։ Միանշանակ, դա առաջին կետն է։ Իրանք դաժե եթե իրանք որ չգիտեն անցնելու են թե չեն անցնելու, իրանք մարդ բերեն։ Առաջին կետը միանշանակ դա է, երկրորդը մի քիչ ավելի ասպետական քայլը պետք է լինի, որ այո, եթե մենք չենք անցնում, մի ընտրեք մեզ։ Կամ ուղղակի թող դուրս գան ընտրապայքարից ինչ-որ մի փուլում, եթե ռեալ սթափ հաշվարկը իրան ցույց է տալիս, որ իրոք իրենք չեն անցնելու, որովհետև էլ եմ ասում, 21 թվականին 22 թե 23 ուժ է մասնակցում,
բոլորը անցնում են։ Ոչ մեկի մեջ չլսեցինք, որ մենք պայքարում ենք այդ անցողջը, չգիտենք կանցնենք թե չէ։ Բոլորը ըստ իրենց նախընտրական այդ թեզերի շատ վստահ ձայնով կամ իշխանություն են վերցնում, կամ սահմանադրական մեծամասնություն են, կամ առնվազն անցնում են խորհրդարան։ Բայց ընտրությունների հաշվարկից հետո պարզվեց, որ ընդհանրապես 2 ուժ անցել։ Քոչարյանի Հայաստանի Դաշինքներ եւ Փաշինյանն իշխանությունը ԿՊ-ն։ Անգամ երրորդ ուժը պատրոնը անցավ, օրենքի ուժով անցավ, որովհետեւ օրենքով սահմանադրորեն այո 3 քաղաքական։ Ընդհանրապես 2 ուժ անցել։ Եթե 23-ից 21-ը չեն անցնում, բայց բոլորին լսում ես ու բոլորը տենց վստահ են։ Դա էլ մի ազնվության մասին է, ազնիվ եղեք ձեր հետ, ձեր ընտրողի հետ էլ ազնիվ եղեք։ Լավ, ստացաք դուք այդ 10,000 ձայնը, լավ ստացաք այդ 20,000։ Լավ մնացիք քաղաքական դաշտում, հետո եթե Հայաստան չի լինելու, եթե ինչպես դուք բոլորդ ասում եք, բոլորն ասում են, չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, մենք գնում ենք Հայաստանի կործանման։ Անգլիաներ են զիջելու, ադրբեջանցիներ են գալու, սահմանադրությունա փոխվելու, մեր ինքնության դեմ են պայքարում, ցեղասպանություն, եկեղեցի, Արցախի թեման է փակվելու, այսինքն բոլորը ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանը, բոլոր իրական ընդդիմադիրները, պսևդոնդիմադիրն, բոլորն ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալը դա Հայաստանի կործանման է տանում։ Բայց դուք կշերտի մի նժարին դնում եք դա, մյուս նժարին ձեր հավաքած 20,000 ձայնը ու ձեր կարծիքով այդ 20,000 ձայնը ու այն հիմնավորման, որ դե մեկ այդ 20,000-ը ինչ որ մեկը իրոք կարծում է, այդ ուժերից ու ես նշեցի, որ եթե դուք ունեք օրինակ այդ 2%, հա 20,000 ձայն կամ 25,000 ձայն կամ 10,000 ձայն, եթե դուք չմասնակցեք, այդ բոլոր 20,000-ն էլ մնալու են տանը, ես խիստ կասկածում եմ, դա տենց չի։ Դա միանշանակ տենց չէ։ 20,000 ձեր ընտրողից դե լավ, կեսը գոնե գնալու է մասնակցելու է։ Եթե կեսն է չգնա, եսի բանել 30%-ն է գնա, էլի է թիվ։ Էլի թիվը, այո։ Ու հիմա այս մարդիկ շատ ցավով պետք է նշեն, որ այդ փաստարկները, որ մի կողմից էլ եմ ասում Հայաստանի կործանում, մյուս կողմում քաղաքական դաշտում իրանց մնալը։ Դա ինչ նպատակով կլինի հետագայում process-ների մասնակցել, թե շուտ պաշտոն ստանալ, թե սեփական մտքերը հանրությանը հասանելի դարձնել, չի այդ հիմնավորումները բավարար չեն։ Եթե դուք ինքներդ ընդունում եք, որ Հայաստանի կործանումն է, այսպես ասած, դրած խաղադրույքին խաղացող։ Քանի որ դու կոչ արեցիր, որ եթե այդքան ազնիվ է, կարի մենք էլ իրար հետ մի փոքր ավելի ազնիվ լինենք։ Եթե մինչև վերջ ենք ազնվանում, քանի որ օր չի մնացել։ Եթե դու համարում ես, որ Հայաստանը արդեն իսկականից կործանվում է, դու պետք է մինչև վերջ ազնիվ լինես։ Արդյոք ընդդիմության այդ 3 ուժերը հիմա եթե գովազդային առումով իրանք այնքան արժանահավատ գաղափարներ են բանանում, որ մարդիկ ուզեն միանալ։ Մի անգամ մենք այդ շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել, կարող է չհիշեցել կամ էլ իրավունք չունեմ ասելու, կարող է ասեմ, բայց դե լավ։ Դու ասացիր, եթե Ռուբեն Վարդանյանը այդ կերպարը մասնակցի ընտրություններին, ես չեմ նայի ով է ինչ ասում, ես ամենացորդ առավոտից գիշեր կլծվեմ, որ որտեղ այդ մարդը իր կյանքով ապացուցել է, որ ինքը հա Դա իրավունք չունի ասելու, բայց պետք է ասել եմ հիմա արդյոք ընդդիմությունը այդ հիմնական 3 ուժերը իրանք այնքան նենց մատերիալ են անում, որ հանուն դրա դու կարողանաս գնաս, մասնակցես, միանաս։ Ես ուզում եմ հակառակ կողմից ուժերից է։ Հիմա դու պատկերացրա, դու մարդ ես, որը որ գաղափարները ունի ու նաև ուզում է ինքը Հայաստանին ծառայել, դու ինչ պետք է լինի, պետք է մի հատ նենց լիցք լինի, որ դու կարողանաս գնաս միանաս։ Լրիվ ենք ազնիվ խոսում։ Չէ, լրիվ ազնիվ ենք խոսում։ Դու շատ ճիշտ ես ասում։ Այո, 3 անցողիկ շեմը հաղթող 3 ուժերն էլ իրենց մեկը մի քիչ կասկածելի է, Քոչարյանը կասկածել 2-ը հաշվի 3-ն էլ հասարակության համար ընդունելի համար են, որ հասարակության շոու մի հատվածի համար Քոչարյանը ընդունելի չի մյուսների համար։ Ծառուկյանը երրորդների համար էլ Սամվել Կարապետյանը, որովհետև Սամվել Կարապետյանին նույն ինքը իհարկե խոշոր բիզնեսմեն ազգային բարի է, բայց ասոցիացնում է Ռուսաստանի հետ։ Ասում են, որ մենք ոնց որ բան է, գուբերնիա ենք դառնալու, հա, Ռուսաստանի վասալն ենք դառնալու։ Այդ եթե մարդկայինորեն իրան չեն թիրախավորում, այդ քաղաքական գիծն են փորձում թիրախավորել։ Ճիշտ է, սխալ է, չեմ ուզում մտնել քննարկման դաշտ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Եթե մենք ընդունում ենք, որ ելի եմ ասում, Հայաստանի կործանման հարցն է, ու սա արդեն քաղաքական ընտրություն չէ, քաղաքակրթական կամ գոյաբանական է, այսինքն պետք է չնայես դա արդեն քննարկման առարկա չի այս հարցը։ Ու երկրորդը, մենք մի անգամ սրա մասին խոսում ենք, որ այսպես այդ ընտրություններին չենք մասնակցում, որովհետև ընդդիմադիրները լավը չեն։ Հիմա ընդդիմադիրները լավը չի, խնդիր չի, բայց մարդիկ 2 ամիս ժամանակ ունեին հարթակ ձևավորեն, որ ազգի այդ էլիտան կամ այն մարդիկ, ովքեր իսկականից մտահոգ են,
կամ մտավորականությունն է, ինչ ասեմ, լրիվ այն խավն է, հոգևորականությունը, իրանք մասսայական փորձային միանային, այսինքն իրենք կարային հարթակ ձևավորեն այդ միացման համար։ Ես այդ հարթակը չեմ տեսնում։ Չէ, ես համաձայն եմ տեխնոլոգիական առումով, այո, դու տեխնոլոգիական առումով հիմա մի քանի օր առաջ Սամվել Կարապետյանը ելույթ էր ունենում խմբագիրների հետ, կարծեմ ինքը ասում էր բանը երաժիշտները երկիչներ չեն գալիս միանան հավաքներին, դրա համար 10 անգամ ավելի թանկ պետք է Ամերիկայից բերեն, այսինքն եթե դու ստեղ չես կարողացել երկիչ երաժիշտներ կամ մտավորականներ քո շուրջը հավաքես, դու ինչի ես այնպես բան ասում։ Բայց այնտեղ ամենահետաքրքիրն է, որ ինքը մտավորականության մասին խոսելից այս թիրախավորում եթե մենակ մի բան ասես, մի հատ Շուշան Պետրոսյանի պես մարդը կար, Շպրոտի պես մարդը կար, իրենք կան մարդիկ, հիմա լիքը դերասաններ կան, գրողներ կան, հենա եկեղեցու կողքը այդքան գրողներ, մտավորականներ, քանդակախոսներ, դերասաններ հավաքել են։ Բայց մարդիկ հայտան է, դու այդ մարդկանց պետք է ներգրավես։ Դու պետք է ներգրավես, դու ես, եթե դու քո ազգի առաջնորդություն ես անում, դու պետք է բոլոր խավերի հետ աշխատես, ոչ թե բողոքես, որ ինչ բողոքել, մարդիկ պատրաստ են։ Դու աշխատի, դու հրավիրի։ Հիմա ես կուզեմ շատ անպայման նույն Մհեր Մկրտչյանի պես մենք ռեժիսոր ունենք, որը որ Յանք ու կռիվ ֆիլմը առաջինը, որ փայլուն մի հատ ֆիլմ էր, մարդը ստեղծել էր։ Հիմա նույնը կարող է հազարատ տարաձայնություն ունենք Ռուբեն Մխիթարյանի հետ, բայց այդ մարդը ինչ որ կոնտենտ է ստեղծում հստած։ Ու տենց կոնտենտ իրանք ճիշտ իրախային համ տեխնոլոգիաներն են տալիս, համ հիմա նույն ձևի էլի բան հուշում ասեմ, որ անեմ, հիմա ինքը կարող նույն ձևի ասում ենք, բոլորին դեմ եմ կամ Հայկ Մարությանը, թող ինքը Հայկ Մարությանն ասի բոլոր այն ուժերը, որոնք որ եկեք ուզում եմ հետներդ խոսամ, քննարկեմ, ոչ թե դու կանգնստած ես աստվածային ճշմարտությունը, դու դաշտը ստեղծի։ Դու հրավիրի ասա ժողովուրդ ջան, ես ձեր խորհրդի, ձեր ուժի կարիք ունեմ։ Եթե դու իսկապես հավատում ես, որ այս երկիրը կործանվում է, կամ էլ նշանակում է դու էլ վստահ չես, որ կործանվում է։ Կամ նույն ձևի, եթե Ծառուկյանն է կամ մնացածը կամ Քոչարյանը, ինքը ասի ժողովուրդ ջան, ես ուզում եմ եկեք ես պատրաստ եմ լսելու ամենավատ բաները։ Սա պետք է լինի։ Ես սենց եմ պատկերացնում։ Հիմա կարանք քննադատենք այդ 1% կամ 0.5% հավաքողներին, բայց նաև մյուս կողմը նայ, այսինքն ձեռքը մեկնելը պետք է օդում չմնա, որովհետև իրականում առաջարկը եղավ մարդկանց կողմից։ Հիմա մարդիկ ասում են ժողովուրդ ջան, եկեք նստենք, մտածենք։ Իրանք նախընտրեցին, ենթադրենք թիմերն եմ ասում, նախընտրեցին դրսից մարդիկ բերեն, ենթադրենք Իսրայելից էքսպերտ։ Դա ինչ է կամ ինչ որ մի հատ բան փորձագետ, տեխնոլոգիաներ կամ զինվորական։ Դա իսկ այն երկրի պոտենցիալը չօգտագործես, երկրի եղած մարդկանց, նույն բլոգերները, ինչ մի հատ բան կա, բլոգեր կա, Հայկ Մանասյան, հա։ Հայկ Մանասյանը բժիշկը, հետո մի հատ է տղա կա, Սամվել Աշոտյան, Սամվել Աշոտյան։ Այսինքն նայում եմ, տեսնում եմ, մի հատ է տենց տղա կա, որ հետաքրքիր մարդիկ կան, կարան Էլիզաբետ ինչա, մի քանի հոգի մարդիկ կան, այսինքն դաշտը շատ չի, եթե դու հավակնություն ունես, դու դաշտում նայում ես, ովքեր են այն բլոգերները, որոնք որ միտք են գեներացնում, հավաքի փորձի այդ մարդկանց հետ աշխատել։ Իսկ զարմանալիորեն իշխանությունները հենց աշխատում են հակառակ բլոգերները, ովքեր ներկայանում են որպես չեզոք, ապա քաղաքական։ Դե մի քիչ խոցելի են նաև իշխանության կողմը շատ խոցելի է, որովհետև ի վերջո բանը այն ինչ որ 21 թվին դրված է եղել բանում նախընտրական, որևէ բան չի իրականացել, դրա համար են խոցելի։ Դրա համար դժվար է իշխանությունների կողմից։ Չէ, համաձայն չեմ, իրանք անգամ չեն փորձել 21 թվականին, իրանք խոսում են, որ պատերազմ դժվար է մարդ գտնել, սահմանին չեն կրակում, զինվորներ չեն։ Չէ, ասեմ դժվար է անաչառ, ինչքան մի քանի ամիս, հա 10 ամիս, 2 տարի արդեն 2 տարի չէ 25 թվից Նիկոլ Փաշինյանը խոստովանել 25 թվից հետո միակ տարին է 25 թիվն է։ Ինքն է նշել, միակ տարին 25 թիվը ամբողջ տարին 26 թվականը ու 24 թվականի շուրջ վերջը մոտ 2 տարի սահմանի հիմա մոտի, բայց իրանք այդ թեզերը առաջ են հիմա ասածս նա շատ դժվար է մարդ հասարակության մեջ մարդ գտնել, որը որ մանավանդ մտավորական, որի համար ողբերգություն չի Արցախի կորուստը, որը կարող է կուլ գնա ասի ցեղասպանությունը, ես լրիվ օքեյ եմ ցեղասպանության մերժման հետ, ես լրիվ օքեյ եմ մասիս ծաղի, դե գտի։ Հիմա ասում ես դե լավ, հիմա իմ հետ ես վիճում։
Դե գնա գտի հիմա Հայաստանում մի հատ նորմալ մտավորական, որի համար լրիվ նորմալ է, որ խոսքի հայ դիպուկարների կանանց կարան կտրատեն, դրանից հետո էլ ինքը ասի դե լավ, դե օքեյ է, խնդիր չկա, անցել ինչ եղել է։ Կամ Սաֆարովի հետ ինքը օքեյ է։ Գտի Հայաստանը մտավորական գտի։ Հա, օքեյ, Հայաստանը մտավորական գտի, որ ինքը օքեյ է բանի հետ, որ ադրբեջանցիները սահմանի վրա կանգնած են։ Բայց այդ քո մտավորական է, նախ մտավորական գտի, որ անկախության հռչակագիրը կարա ասի ես օքեյ եմ։ Անկախության հռչակագիրը սահմանադրությունից պետքա դուրս գամ։ Դու գտի անուն տուր, ասում եմ։ Նախ իրանց հիմնական շեշտը ոչ թե մտավորականն են, այլ բլոգերները, ովքեր այդ ամեն ինչը չեն հասկանում, դա շատ մտավորականության մասին ենք խոսում։ Դա շատ դժվար է, ասում եմ, դա շատ դժվար է, մենք չենք հասկանում, բայց մենք տեսնում ենք, որ սահմանին զոհ չկա, զինվորները հանգիստ գալիս են, չեն զոհվում։ Դա մեկ։ Դու ես մտավորականների մասին եմ խոսում։ Համ դու կարաս թութու լավա գտնես, կարաս գտնես, բայց դու չես կարող գտնես, ինչ ասեմ, Հրանտ Մաթեոսյան չես կարող գտնես, Տեր Խեչոյան չես կարող գտնես, Խանջան չես, մի հոգի անուն տուր, ես քեզ ասում եմ, չես կարող գտնես։ Իշխանությունը շատ խոցելի է այդ հարցով։ Դրա համար, եթե ինքը այդ հարցով մարդ չի կարող գտնի, այդ բոլոր այդ ազգի ցավերով տառապող մարդիկ ինքը մեխանիկորեն պետք է դառնան ընդդիմության դաշտում, բայց այդ մարդկանց էլ չի օգտագործում ընդդիմությունը։ Ասա, վիճի։ Ես քո հետ համաձայն չեմ, ասեմ ինչու։ Այո, հոգու խորքում կարող է մտավորականը, նախ նորաններ է տալիս, որոնք այսօր չկան։ Ոչ անդիմադիր, ոչ իշխանական դաշտ։ Հիմա եղածների մասին։ Հիմա օրինակ, լավ, անուններ չտամ։ Մարդիկ չեն արտահայտվում դեմ, հա, չեն արտահայտվում Նիկոլ Փաշինյանի դեմ, չեն խոսում, որ ասում են ցեղասպանության ասենք այդ հերկումը մեր համար օքեյ է, չեն ասում այո։ Բայց իրանք կարող են գնալ մասնակցել, ասենք ԿՊ ինչ-որ ցույցին։ Կամ փորձեն հանդես գալ այն բան, լավին լավ ասենք, ինչ որ ոճի մեջ, դե հիմա կոռուպցիա չկա, դե հիմա սահմանները ավելի պինդ են։ Այսինքն իրանք ոչ թե Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են ոչ թե այն թեզերի մեջ, որոնց մասին դու խոսում ես, այլ իրանք պաշտպանում են իրանք հարմար թեզերի մեջ։ Ուրա անուն տուր, Լևոն, դու անուն չես կարող տաս։ Լավ, ես հետո միսակով առանձին անունները կտամ, ցուցակով կուղարկեմ, ես այդ բան չեմ, չթիրախավորեմ։ Շնորհակալ ենք այսօրվա համար։ Մեկ էլ մեր կողմից մենք կարող ենք ասել, չգիտեմ, քանի հոգի նայում, ոնց է նայում, ինչքանով է մեր խոսքը ազդեցիկ կամ ոչ ազդեցիկ, մեր կողմից կասենք, որ հնարավորինս շատ մարդիկ գնան ընտրությունների։ Հնարավորինս շատ, ուրիշ կոչ անելու բան չունենք։ Դա թիվ 1 կոչ է, միանշանակ, երկրորդն էլ ավելի շատ խորհուրդ, գուցե ոչ կոչ, փորձել ամեն դեպքում ընտրել են ուժերին, ովքեր անցնելու շանս ունեն։ Ընտրել այդ վատերի մեջ, անգամ եթե իրենք դրա համար անընդունելի են, անընդունելիների մեջ պակաս անընդունելին, պակաս վատին։ Որովհետև հակառակ դեպքում եթե գնալու ընտրելն են ուժի, որը չի անցնելու, դա մոտավորապես նույնն է, ինչ չգնալ։ Ես ասում եմ, այդ ուժերին էլ թող կոչ անենք, որ իրանք քայլեր անեն կոնսոլիդացնելու համար։ Իսկ թվում արդեն ժամանակը անցել է, պետք է չէ 10 օր, խոստովանենք այդ կոնսոլիդացիայի համար։ Չէ, 10 օր կա, բայց այդ ուղղությամբ այն process-ը նախընտրական շրջանում, որ մինչ այս մայիս ամսին, ապրիլ-մայիս ամիսներին այդ քննարկումները որ կային, այդ շրջանում քայլեր չարվեցին, այսինքն բազմաթիվ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ գործիչներ փորձեցին, բազմաթիվ թևեր ուժեր փորձեցին կոնսոլիդացիան ապահովել, բայց ունենք այն ինչ ունենք։ Բայց արի այսօր շատ հատ ընկեր ունենք մենք ընդհանուր, որ ասում էր վերջ տվեք անկեղծությանը, բայց այսօր պետք է վերջ տան, բայց ցավոք սրտի, էսի չեմ կարող չասեմ, ցավոք սրտի ավելի շատ ստավկան ոնց է խաղադրույքը դրվում է ոչ թե նրա համար, որ ազգի պոտենցիալի օգտագործել, այլ սոցիալապես են ամենածանր խավի վրա խոցելի եւ իշխանության եւ ընդդիմության։ Հիմա ինչը կուզեմ ասեմ, ամենացավ ապրելը, որ հա իշխանությունը պարզա ինքը տենց պետք է անի, օգտագործի այդ թոշակները բարձրացնելը, բանը բժշկական ապահովությունը պետք է անի, այդ խնդիր չկա, բայց հիմա էլ շատ ցավ եմ ապրում, երբ որ հիմա Ռուսաստանից արգելքներ եղան ու սոցիալական շատ ծանր վիճակը սպասվելու, ու այդ խավը, ծաղկավաճառները, գինեգործներն են, այդ մարդիկ են խոցելի դառնում, որ իրենք պատկերավոր ասած իրենց ներկայացվում է ու իրականում էլ տենց էլ պետք է կլինի, որ ինչ է սպասվում մեզ, եթե Հայաստանի արտահանման մոտավորապես 70% Ռուսաստանա, այդ մարդիկ անգործ են մնալու, սոված են մնալու, այդ չհաշված այդ գազի գինը, այսինքն պետք է տենց չլիներ, որ սոցիալականի վրա ալներ,
այդ ազդակա։ Դե դա ավելի շատ աշխարհի քաղաքական է, որ Ռուսաստանը այսպես ասած։ Չէ, բայց այսինքն դա պետք է չլիներ, որ դա պետք է դե բայց դա պետք է չլիներ։ Ուրեմն այսինքն դա պետք է դուրս գար մեր խոսույթից, պետք է գաղափարական պայքար լիներ, ոչ թե մարդը սոցիալապես այն ծաղիկը չկարանա վաճառի, դրա համար ստիպված գնա անդիմության ընտրի, դա կամ ջերմուկ չկարանա վաճառի, ինքը գնա ընտրի, տենց պետք է չլիներ, ինքը եթե ընտրում էր, ինքը պետք է իմանար ինչի համար չի ընտրում, այնտեղ այնքան չընտրելու առիթներ կան, որ դրան եթե հասել է, այդ նշանակում արդեն լավ չի։ Դե արդեն քաղաքական խոսույթ է, բերվել է տնտեսական, բայց այդտեղ էլ եմ ասում, ես ավելի շատ, իհարկե գործող իշխանությունից հետո ամեն դեպքում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է մեր հանդեպ, որը մեղմ ասած բայց նախորդ անգամ էլ ես քեզ էլի գրել էի մի քանի օր առաջ ստատուս էի գրել, որ մեզ միշտ անտեսվել է այդ Տաուշյան պատերազմը, որովհետև Տաուշյան պատերազմի ընթացքում, օրեն պատերազմ ասելով, այսինքն ճակատամարտ ձևակերպված, այդ ընթացքում Ռուսաստանը թույլ տվեց ադրբեջանցիներին ոտնակոխ անել հայկական բանջարեղենները, դեռից սկսեց։ Ինքը Ռուսաստանը տնտեսական միջոցներով փորձում է հասկացնել, որ ինչա սպասվում ձեզ։ Ու 2 ամիս հետո արդեն մենք տեսանք ինչ եղավ։ Ու հիմա այս մեսեջները, որ իշխանությունն չի հասկանում, անդիմությունն էլ չի հասկանում, չեն ուզում բացատրեն։ Ես վախենում եմ պատկերացնել, թե ինչա լինելու 2 ամիս հետո ընտրություններից։ Ուղղակի վախենում եմ։ Նույն սեպտեմբեր ամիսը էլի համընկնում է, չեմ էլ ուզում պատկերացնել։ Դրա համար, չգիտեմ, այսինքն մենք ինչ կարանք անենք դրանից հետո։ Էլի նստելու ենք սենց գրքեր բերենք, փորձենք մարդկանց 5 հոգի, 10 հոգի կամ 100 հոգի մարդկանց համոզել, որ ժողովուրդ ջան, ինչ ուղղությունն է, Ըստ արդեն դրա ժամանակը չի լինի։ Լավ, ավելի ամեն դեպքում պոզիտիվ նոտայով ավարտենք, հա։ Չէ, ոնց սկսեցինք, հա, որ գովազդը ընտրությունները, տեխնոլոգիաները մարդկանց վրա ազդելու այսպես մանիպուլյացիաներ եւ գործիքներ են, ամեն դեպքում մնում ենք էլի ավարտենք քո կոչով, որ այո, պետքա մասնակցել ընտրություններին։ Դա պատասխանատվություն է ձեր հանդեպ, պետության հանդեպ, ապագայի հանդեպ, ձեր երեխաների ու ձեր ընտանիքների հանդեպ ու դրանից փախնել որևէ պատճառաբանությամբ ընդունելի չի։ Ինչքան էլ քաղաքական գործիչները վատը լինեն։ Շնորհակալ ենք։ Հաջողություն։ Տեսնենք։